Մատթեոս 24-րդ գլուխ։ Մինչ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան նրան ցույց տալու տաճարի շինությունները։ Հիսուսը դիմեց նրանց և ասաց. Տեսնում եք այդ ամենը, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ քարը քարի վրա պիտի մնա, որ քանդված չլինի։ Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան և ասացին. Ասա մեզ, դա երբ է լինելու և կամ ինչն է լինելու քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանը։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. Զգույշ եղեք, չլինի թե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն. Ես եմ Քրիստոսը, և շատերին կմոլորեցնեն։ Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Զգույշ եղեք, չխռովվեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ։ Ազգը ազգի դեմ է ելնելու, թագավորությունը թագավորության դեմ։ Լինելու են սով, համաճարակ, երկրաշարժներ տարբեր տեղերում, բայց այս ամենը սկիզբն է երկունքի։ Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ։ Իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի եք լինելու։ Եվ այդ ժամ շատերը գայթակղվելու են, միմյանց մատնելու և միմյանց ատելու։ Բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու են։ Անօրինության բազմանալու հետևանքով շատերի սերն է ցամաքելու։ Բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Արքայության ավետարանն է քարոզվելու ամբողջ աշխարհով մեկ, իբրև վկայություն բոլոր հեթանոսների, ապա գալու է աշխարհի վախճանը։ Արդ, երբ տեսնեք ավերածության պղծությունը, որ տեղադրված կլինի սուրբ վայրում, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով, ով կարդում է, թող հասկանա։ Այն ժամանակ, ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն։ Ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից բան վերցնելու համար։ Ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու համար։ Բայց վայ հղիներին ու ստընտուներին այդ օրերին։ Աղոթեք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը, որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին չի պատահել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և ոչ էլ կպատահի։ Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի։ Բայց ընտրյալների համար այդ օրերը պակասեցվելու են։ Այդ ժամանակ, եթե մեկը ձեզ ասի. ահա այստեղ է Քրիստոսը, կամ ահա այնտեղ է, չհավատաք, որովհետև սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի, նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։